Շնորհակալություն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանը։ Բարև ձեզ Տիկին Զորաբյան, շնորհակալ եմ ինձ համար։ Հայ-ադրբեջանական հարաբերություններից խոսենք, կարծես թե չի հաջողվում պայմանագիրը կնքել, Ադրբեջանը նորանոր պահանջներ է ներկայացնում, ինչ խնդիրներ եք դուք տեսնում, Փաշինյանը չբացառեց, որ հնարավոր է միակողմանի ստորագրի, բայց եւ չհաստատեց, որ նման մտադրություն կա, ամեն դեպքում դա նոր խնդիրներ միգուցե առաջացնի։ Ինչ է սպասվում այս հարաբերություններում։ Տեսեք, ոչինչ չի սպասվում, ես ասել եմ եւ պնդում եմ եւ պատրաստ եմ ցանկացածի հետ գրազգալ, ինչի վրա ուզում են Ալիևը Նիկոլ Փաշինյանի հետ որևէ փաստաթուղթ չի ստորագրելու, որտեղ Ալիևի համար հիմա լավագույն ժամանակահատվածն է 7 տարի Ալիևի երջանիկ ժամանակահատվածն է 18 թվականից սկսած եւ Ալիևի լաբելվին կյանքի լավագույն կյանքը շարունակվում է, քանի դեռ կա Նիկոլ Փաշինյան։ Մենք տեսանք, որ նախորդին էլ նոր նախապայմանների փաթեթ առաջադրեց Ադրբեջանի քաղաքական էլիտան այն պահին, երբ որ Նիկոլ Փաշինյանը այսպես 3 վայրկյանը մեկ իր ֆեյսբուքյան էջում երկնում էր, որ համաձայնությունը կայացած է, ես պատրաստ եմ ստորագրել, 10 րոպե հետո նույն նախադասությունը նորից տեղադրում էր, հետո նրա տարբեր կալիբրի ուսապարկերը երկրորդում էին Նիկոլին, որ պատրաստ ենք ստորագրելու, դրան հաջորդեց Ալիևի հայտարարությունը, որ որևէ բան չի ստորագրվելու, միջև եւ սկսվեց նախապայմանների շարքը 10 օր է արդեն Նիկոլը ավետում է, որ համաձայնագիրը պատրաստ է, ամեն օր Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջարկում, եկեք չթվարկեմ սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, ադրբեջանցիների վերաբնակեցում, Հայաստանի սպառազինության դադարում, ավելին ձեռք բերված սպառազինությունների հանձնում, երկիրը Նիկոլը սարքել է լատեքս ֆիրմայի պոլիշոր, այն աստիճանի պոլիշոր, որ Ալիևը ասում է դու ոչ միայն չպիտի զինվես, դու ոչ միայն քո ձեռք բերված զենքը պիտի բերես եւ հանձնես, այլ դու իրավունք չունես նաեւ հերոսացնելու այն մարդկանց, ում մենք համարում ենք ռազմական հանցագործներ, այսինքն ասում է, որ Արցախյան առաջի, երկրորդ պատերազմների մեզ համար հայրենիք ազատագրողներին դու եւս պիտի դատապարտես եւ համարես ռազմական հանցագործներ, իսկ Հիկմետ Հաջիևն էլ նախապայման դրեց, որ եթե բարի կամքա իսկապես Հայաստանը դրսևորում գնալու խաղաղության, ապա Ադրբեջանին պիտի հանձնի մեզ համար ռազմական հանցագործներին, որոնք թաքնված են Հայաստանում։ Այսքանից հետո մտածել, որ Ադրբեջանը ստորագրելու է խաղաղության պայմանագիր, միայն կոնչնի իդիոտը կարա նման բան մտածի։ Ավելին, ես հետևում էի օրերս Միլի Մեջլիսի քննարկումներին, նրանք արդեն որոշել են, որ 350,000 ադրբեջանցի պիտի վերաբնակեցվի իրենց որակավորմամբ Արևմտյան Ադրբեջանում, ավելին, քանի որ ըստ Ալիևի Հայաստանի հանդեպ կա 0% վստահություն, այստեղ պիտի լինի ադրբեջանական ոստիկանություն, իրենց անվտանգությունը ապահովելու համար, այստեղ պիտի լինեն ադրբեջանական հիվանդանոցներ իրենց անձնակազմերով, այսինքն սա սահուն կերպով սողացող զավթում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի։ Փաշինյանը վերջին հարցազրույցի ժամանակ ասում էր կան հարցեր, որոնք քննարկելի չեն, նաև այս հարցին նկատի ուներ, Ես չգիտեմ ինքը ինչ ասում, ինչ որ Նիկոլ Փաշինյանը ասել է, մշտապես արել է դրա հակառակը։ Նիկոլ Փաշինյանը հայկական օրակարգ չի դրել բանակցությունների սեղանին։ Ընդհանուր առմամբ ես բանակցություն բառը չգիտեմ ինչի ասեցի, որտեղ չկա բանակցություն, կա ընդամենը ադրբեջանական օրակարգի սպասարկում։ Հիշում եք, չէ՞, 1.5 տարի առաջ էր ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասեց թող Ալիևը ասի միջև որտեղ եւ ինչ ա ուզում ինքը
որ ես հասկանամ իրենց ցանկությունների սահմանը Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն է, Նիկոլ, եւ ոչնչացնելն է, քանի դու կաս, որովհետեւ քեզանից հետո որևէ իշխանություն չի լինելու այդքան կապիտուլյանտ, հանձնող, հայրենադավ եւ դրա համար Ալիևը շարունակում է անտեսել միջազգային, այս աղմուկը, որ կա թղթի շուրջ, այս ողջունումները ասելով այո, օքեյ, բայց այս նախապայմանները պիտի կատարվի եւ մի հատ զավեշտ ես նայեցի նախորդին իր հերթական ասուլիսում Նիկոլը ասում էր, հա, մի հատ կարակ ասեք ինչ ենք զիջել, այն որ ասում է մի հատ վալերիանկա տվեք, ես վատ եմ, հասկանում եք, լավ, այն որ ասում է մեղա, ինչ է նշանակում, ինչ ենք զիջել, դու չես զիջել, դու հանձնել ես Արցախը, դու հանձնել ես Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը, ինչը սահմանադրական հեղաշրջում է, նույն Գորիս ճակատեն հատվածը, դու կատարել ես սահմանադրական հանցագործություն եւ հիմա պատրաստվում ես Ադրբեջանի հետ ճանաչել փոխադարձ տարածքները մեր սուվերեն տարածքից քո իսկ բառերով 400 կիլոմետր Ադրբեջանի կողմից զավթված, դու հանձնել ես Տավուշի բնակավայրերը, առաջիկայում դու պատրաստվում ես հանձնել Տիգրանաշենը, Ոսկեպարը, դու հանձնել ես Իշխանասարի վերին հատվածը, հանձնել ես Ջերմուկը, ասում է ինչ ենք զիջել, էլ զիջելը որն է լինում եւ իդեպ այն որ ասում է մի հատ բան ասեք, որ ես զիջել եմ, օրերս Երևանում էր գտնվում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը, ով հայտարարեց, որ համաձայնագրի չհամաձայնեցված երկու կետերը հնարավոր եղավ համաձայնեցնել հայկական կողմի զիջումների արդյունքում ավելին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Բերբոքը շնորհավորեց Հայաստանին, ասելով, որ հայկական կողմի համարձակ զիջումների արդյունքում հնարավոր եղավ հասնել համաձայնագրի 17 կետերի համաձայնության։ Հիմա դա զիջում հրաժարում եւ եվրադիտորդների այո, միջազգային բոլոր հայցերից հրաժարում են հայցերից, որտեղ մեր դիրքերը հավատացնում եմ ձեզ, թե Եվրոպական դատարանում, թե Հաագայի դատարանում մեր հայցերը, մեր դիրքերը բավականաչափ ուժեղ են, ավելին կա 2023 թվականի նոյեմբերի 17-ի Հաագայի արդարադատության միջազգային դատարանի վճիռը, որը պարտադրում է Ադրբեջանին ստեղծել բավարար ապահով անվտանգ պայմաններ արցախցիների վերադարձի համար եւ հիմա Ալիևի նպատակը, որ այդ Հաագայի դատարանի կոնկրետ այդ վճիռը ջրվի եւ դրա համար ինքը ասում է բոլոր հայցերը հետ կանչի եւ այսօր ես նայում եմ րոպեներ առաջ Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տալիս, Ալենին ասում եմ, բա ինչ եղավ Հռոմի ստատուտ էիք վավերացնում, որ հանցագործ Ալիևին, որ միջազգային հայցեր ներկայացնեք, բա ինչ եղավ միջազգային հայցերը, ասում է ես այդ հարցի հասցեատերը չեմ, բա սա հարցերի հասցեատերը դուք եք, Ալիևին միջազգային ատյաններում ռազմական հանցագործի դեմ հայցեր ներկայացնելու հասցեատերը ով է, կարող է տատս է, դուք հասկանում եք, այս մարդիկ տոտալ աղետ են եւ հիմա ինչ կլինի, որտեվ ես լսում էի Նիկոլին, ով ասում էր ես հանձնարարել եմ ուսումնասիրել կա միջազգային պրակտիկայում նախադեպեր համաձայնագրերի միակողմանի ստորագրման, ինչից ենթադրվում է, որ իր ուղեղում կա միակողմանի ստորագրել, այո, նման նախադեպեր կան, բայց պատկերացնում եք ինչ է լինելու, եթե Նիկոլ Փաշինյանը համաշխարհային հանրությանը ապացուցելու, որ ինքը խաղաղության ճերմակ աղավնին է, վերցնի եւ միակողմանի ստորագրի, այսինքն միակողմանի պարտավորություններ է դա նշանակում է ստանձնել միակողմանի պարտավորություն, միակողմանիորեն հետ կանչել միջազգային բոլոր հայցերը, գնալ Մինսկի խմբի լուծարման, այսինքն ստանձնել բոլոր միակողմանի պարտավորությունները եւ Ալիևն էլ ասելու է ստորագրել ես, դե ստանձնի, դա նշանակելու է այդ միակողմանի ստորագրումը, որը ես
ես կարծում եմ ինչ որ մի պահի Նիկոլ Փաշինյանը որպես թակարդը ընկած վայրի գազան այլևս տուպիկում հայտնված, անելանելիությունից ելնելով անելու է, դա նշանակելու է ուղղակիորեն այսպես վերցնել Հայաստանը եւ դնել տոտալ միակողմանի պարտավորությունների տակ, որտեվ ես կրկնում եմ Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, բառ չկար այնտեղ փողզիջման մասին, տիկինը ասեց, համաձայնագիրը կազմվել է, համաձայնեցվել է հայկական կողմի համարձակ զիջումների արդյունքում։ Բայց ամեն դեպքում Փաշինյանն ասում է չկա մի կետ, որը միայն Հայաստանն է ստանձնում իրականացնել, երկկողմանի են բոլոր այդ կետերը, որոնք ներկայացված են։ Նիկոլ Փաշինյանը ստախոս է, Նիկոլ Փաշինյանը դարի ստախոսն է, ինչ ասել է Նիկոլ Փաշինյանը, դա եղել է սուտ, ժամանակին Նիկոլ Փաշինյանը ասում էր Արցախի ինքնորոշման իրավունքը մեզ համար կարմիր գիծ է, դրանից հետո ասում էր լուծումը պիտի բավարարի Արցախի ժողովրդին, Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովրդին, հիմա էլ ասում է չկա միակողմանի պարտավորություն, ես էլ կրկնում եմ ինչ ասել է Ալիևը, այս պահին իրանք որևէ մտադրություն չունեն Հայաստանի դեմ միջազգային որևէ հայց հետ կանչել, ավելին մի քանի նոր հայցեր է պատրաստված Հայաստանի դեմ եւ այդ մասին խոսել է նաեւ Ալիևը, որպես նախապայման առաջադրելով նախապայմաններից մեկը նաեւ փոխհատուցում Հայաստանին, որը իրենք գնահատում են ստանալ Հայաստանից 60 միլիարդ, Էսա ոչ միակողմանին ավելին, հիմա եթե Նիկոլ Փաշինյանը ասում է համաձայնագիրը երկկողմանի պարտավորություններ է ստանձնում, հարց եմ տալի Նիկոլ, կռուտիտներ մի արա, պատասխանի կա պայմանագրում, համաձայնագրում, անունը ինչ ուզում ես դիր, ռազմագերիների վերադարձ, չկա, կա պայմանագրում, որ ադրբեջանական զինուժը պարտավորվում է հետ քաշել իր զորքերը Հայաստանի Հանրապետության Ադրբեջանի կողմից զավթված սուվերեն տարածքից կա, չկա, կա պայմանագրում համազատման գործընթացով է լինելու այդ մասին որևէ հիմա դրան էլ կանդրադառնանք, կա պայմանագրում որևէ կետ արցախցիների վերադարձի մասին չկա, ինչ վերաբերում է, որ ասում է, որ դրան անդրադառնալու ենք սահմանազատման գործընթացով, երբ որ Կանադայի դեսպանը Բաքվում Ալիևին հարց ուղղեց, ասեց հայկական կողմը մեղադրում է ձեզ ջերմուկի դիրքերը գրավելու, այսինքն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում ձեր զինուժը տեղակայելու համար չեք պատրաստվում, զորքերը հետ քաշել, Ալիևը պատասխանեց ոչ, չենք պատրաստվում, մենք այնտեղ ենք, որտեղ պետք է լինենք, դրա համար եմ ասում Նիկոլ դու էլի ստում ես, ասելով որ իբր սահմանազատման դեմարկացիայի դելիմիտացիայի արդյունքում հնարավոր է, որ ադրբեջանական զինուժը 1 միլիմետր հետ քաշվի, ասում եմ 1 միլիմետր անգամ հետ չեն քաշվելու, ավելին, որ ասում էին ոսկեպար եւ այլ, որ հիմա տալու են բերքաբերի, չգիտեմ ինչքան հեկտար վերադարձվելու է Հայաստանին, ես էլ ասում եմ, կրկնում եմ Ադրբեջանի Միլի Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի խոսքը 1 միլիմետր Ադրբեջանը Հայաստանին որևէ հող չի տալու, ավելին մենք դեռ շատ տարածքներ ունենք արևմտյան Ադրբեջանի հողեր, որ պետքա վերցնենք այսօրվա Հայաստանից, որը կրկնեմ իրենք համարում են արևմտյան Ադրբեջան, այնպես որ եկեք Նիկոլ Փաշինյանի դարակազմիկ ստերին չհավատալ, ինքը ինչ ասես հնարավոր է ասի, ինչ ասես կարող է ասի մեկ նպատակի համար, մեկ օր ավել սեփական իշխանությունը պահելու համար։ Հիմա դու կարծում եք, որ այդ համաձայնագիրը պետք է չստորագրվի, որովհետև հավելյալ պահանջներ է ներկայացվում եւ խնդիրներ է ստեղծելու։ Ես վստահ եմ, որ համաձայնագիրը չի ստորագրվելու։ Ես կխոսեմ համաձայնագրի ստորագրման մասին, եթե
վստահ լինեմ, որ այդ համաձայնագիրը բերելու է խաղաղություն։ Ես հավատացնում եմ ձեզ, այդ համաձայնագիրը խաղաղության մասին չի, այդ համաձայնագիրը Հայաստանի 3-րդ հանրապետության մահվան վկայականն է, սև թուղթն է։ Այդ համաձայնագրի վրա իրականում պիտի գրված լինի Հայաստանի 3-րդ հանրապետության մահվան վկայագիր։ Մահացել է այսինչ օրը, այսինչ ժամին, սպանվել է Նիկոլ Փաշինյանի ձեռքով։ Եկեք այդ խաղաղության պայմանագիր չասենք, այն որ ասում է մեղք է, խաղաղություն բառը մի ասեք, որովհետև այդ համաձայնագիրը դա Հայաստանի հանրապետության մահվան վկայականն է լինելու, եթե իր բոլոր նախապայմանները բավարարելուց հետո Ալիևը իր բոլոր ակնկալիքները ստանալուց հետո ստորագրի, դա ինքը ստորագրելու է Հայաստանի մահվան տակ, որտեղ են նախապայմանները, որը առաջադրում է Ալիևը, այդ ամենը բավարարելուց հետո Հայաստանի 3-րդ հանրապետություն ուղղակի չի լինելու եւ Ալիևը գերագույն սիրով կստորագրի Հայաստանի մահվան վկայականի տակ։ Հիմա հարց, ինչի Նիկոլ Փաշինյանը չի հրապարակում այդ համաձայնագիրը։ Էն էլ հո մադրիդյան սկզբունքները կամ 30 տարի բանակցած փաստաթղթերը չի, որ կանդիցիաների մեջ է կամ խալաձելնիկի մեջ է, չես կարողանում գտնել։ Նրանք չես կարողանում գտնել, բա 19 թվին անձամբ քո իշխանությանը առաջարկած Մինսկի խմբի համանախագահների փաստաթուղթը հրապարակի, էդ էլ հո դու չես մտցրել կանդիցիաների կամ սառնարանի մեջ, որ չես կարողանում գտնել։ Սա աբսուրդ է։ Այս ամեն ինչը կանխելու հնարավորություններ արդյոք կա եւ ռեսուրսներ կան արդյոք, քննադատվեց բավականին շատ ընդդիմության կողմից, կրկնակապիտուլյացիա որակվեց, պահանջեցին, որպեսզի հրապարակվի տեքստը, Փաշինյանն ասում է երկկողմանի է, պետք է համաձայնեցնեմ, նոր հրապարակեմ։ Ամեն դեպքում ինչ հնարավորություններ կա կանխելու եւ արդյոք դա պատերազմի վտանգ կստեղծի, ինչի մասին Փաշինյանը այսպես ահազանգում է։ Տեսեք, Փաշինյանը անդադ փորձում է պատերազմով վախեցնել հասարակությանը եւ բնական է, ցանկացած adekvat հասարակություն պիտի վախենա եւ նորմալ է, որ վախենում է պատերազմից։ Պատերազմով վախեցնում է մի մարդ, ով իր պաշտոնավարման 7 տարիների ընթացքում 4 պատերազմ է բերել եւ մեկն էլ բերելու է առաջիկայում, որտեւ այս ռազմական ռիտորիկան, որով խոսում է Ադրբեջանը, այս ստահոդ հայտարարությունները Ադրբեջանի ՊՆ-ի, որ Հայաստանը խախտել է հրադադարի կարգը, սոտքում կրակոցները, որ մեր պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի հետույքը պաշտպանելով հերքում է, այս բնակիչները հաստատում են։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ Ադրբեջանը նոր 5-րդ պատերազմի հող է նախապատրաստում եւ խաղաղությունից խոսում է մի մարդ, ով 7 տարվա մեջ 4 պատերազմ է բերել Հայաստանի եւ Արցախի գլխին, արդյունքում հանձնել է Արցախը եւ շարունակում է հանձնել Հայաստանի ինքնիշխանությունը։ Պատերազմ լինելու է միշտ, քանի Նիկոլ Փաշինյանը կա միակ երաշխիքը, որ չլինի պատերազմ, ունենալ նոր adekvat բանակցող, որը բանակցային սեղանին կդնի հայկական օրակարգ։ Չհնարավոր չի ադրբեջանական օրակարգ սպասարկել եւ խոսել հայկական օրակարգի եւ Հայաստանի ինքնիշխանության մասին։ Այնպես որ այս նույնն է, որ ես Նիկոլ Փաշինյանը, երբ որ խոսում է խաղաղությունից, սա ես չեմ ուզում սրբապիղծ համեմատություն անել, սա նույնն է, որ սատանան խոսա բարեպաշտությունից։ Նիկոլ Փաշինյան եւ պատերազմ բառերը, Նիկոլ Փաշինյան եւ կապիտուլյացիա բառերը, Նիկոլ Փաշինյան եւ հակահայկականություն բառերը, դրանք հոմանիշ են, հասկանում եք, այս մարդը որտեղ կա, մենք այնտեղ պարտվում ենք։ Ես չեմ ուզում սա ինչ որ նույնիսկ հա, չգիտեմ ինչ որ միստիկայի դաշտ տանել, բայց տեսակ չէ, Վրաստան, Թիֆլիզում խայտարակ պարտությունը 6 եւ 1 հաշվով, հասկանում եք, այս մարդը օրգազմ է ապրում պարտվելուց, այս մարդը, ես չգիտեմ, ինքը տպավորություն է, որ ինքը այնքան է ատում այս երկիրը, որ գերագույն հաճույք է ստանում մեր պարտություններից, երբ որ Երևանում Հայաստան, Վրաստան
Վրաստան խաղի ժամանակ 3-0 հաշվով Հայաստանը պարտվեց, քիչ չի մի հատ ամբիոնում ինքը շնորհավորեց Վրաստանին հաղթանակի համար, Վրաստանի վարչապետին մի հատ էլ իջավ հանդերձարան եւ շնորհավորեց վրաց ֆուտբոլիստներին հատ-հատ։ Դուք հասկանում եք տպավորությունը, որ այս մարդուն հայկական կողմի պարտությունները, որ դաշտում է լինի, պատերազմ, սպորտ, մշակույթ, իրան գերագույն հաճույք են պատճառում։ Ես չգիտեմ, այս տղան ինչ է մտածում, իր ուղեղը, իր էմոցիաները ինչի են այսքան հակահայ, բայց մենք մի խնդիր ունենք՝ բռնել այս հակահայի ձեռքը։ Այլ տարբերակ չկա։ Ինչպես բռնելու եւ ինչպես Ընդդիմությունը, այն ընդդիմությունը, որը ես չգիտեմ ինչի է հապաղում, ինչի է սպասում եւ նորից կրկնում եմ, մեկը չհամարձակվի որևէ ընդդիմադիր ուժ մեղադրել ժողովրդին, ասել ժողովուրդը պատրաստ չի, ժողովուրդը դուրս չի գալիս, այսօր Նիկոլի չափ ատելի գործիչ երևի համաշխարհային պատմության մեջ չկա։ Ինքը իր կինը, իր քաղաքական թիմի առաջին մի քանի դեմքերը գեհենային ատելություն կա սրած հանդեպ։ Տեսեք ինչ ադեկվատ գնահատականներ են տալիս մեր քաղաքացիները։ Այսօր պետք է պարզապես ես մշտապես ասել եմ եւ երի չեմ հոգնելու ասել մահապարտ ընդդիմություն, որովհետեւ երբ որ Սամվել Բաբայանին հանել են նորից Մեյդան եւ Սամվել Բաբայանը 3 օր առաջ հարցազրույց է տալիս եւ ըստ էության նիկոլական օրակարգի մեջ ժողովրդին զգուշացնում է, ասում է 100 մարդ էլ մեռնի, 1000 մարդ էլ մեռնի, Նիկոլը հրաժարական չի տալու, դրանով ուզում է վախեցնել ժողովրդին, որ չհամարձակվեք Նիկոլի դեմ դուրս գալ, Բաբայան Սամվել, նիկոլական քո կռուտիտները չի անցնելու։ Երբ որ մենք կունենանք մահապարտ ընդդիմադիր առաջնորդություն, կտեսնանք, քանի օր է տևելու Նիկոլի իշխանությունը։ Այո, որ Նիկոլը ընդունակ ամեն ինչի, այդպես է, բայց մտածել, որ վայ, որևէ քայլ չանենք, որովհետև այս մարդը իր իշխանությունը պահելու համար ամեն ինչի ունակ է, դա նշանակելու է ուղղակիորեն հանգիստ, այսպես կապուչինո խմելով, սպասել Հայաստանի Հանրապետության մահվանը, ինչը չի պիտի թույլ տալ։ Հիմա միգուցե ընտրություններին են պատրաստվում, ձեզ մոտ ինչ տպավորություն։ Ուրեմն այն քաղաքական ուժը, ես ասում եմ շատ իմպերատիվ եւ վստահ, այն քաղաքական ուժը, որը պատրաստվում է 2026 թվականին գնալ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրության, դա Նիկոլի շահերը սպասարկող քաղաքական ուժ է։ Մինչև 26 թվական, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, Հայաստան չի մնալու, ուստի են քաղաքական ուժերը, ովքեր պատրաստվում են գնալ Նիկոլի հետ ընտրության, ենթադրում եմ մասնակցելու են Հայաստանի 4-րդ վիլայեթի Միլի Մեջլիսի ընտրություններին։ Եթե այդ ընտրություններին եք մասնակցելու 26 թվականին, ինչ ասեմ, դա ձեր ընտրությունն է եւ դա ձեր իրավունքն է։ Խոսել հերթական ընտրության մասին նշանակում է սպասարկել Նիկոլի օրակարգը։ Գյումրիում ինչ կարող է լինել, հետևելով ընթացքին, իշխանությունը ինչ հնարավորություններ ունի, ընդդիմությունը ինչ հնարավորություններ ունի եւ ինչ հետընտրական զարգացումներ կարող են լինել։ Տեսեք, մենք քիչ առաջ լսեցինք, որ Առավոտյան ազգային ժողովում Ալեն Սիմոնյանը խոսելով Գյումրու ֆավորիտ ընդդիմադիր տեխնացուներից մեկի մասին Վարդան Ղուկասյանի ասեց, որ նրա տեղը գաղութում է, իրանք հասկանում են, որ իրենց սարիկը հաղթելու որևէ շանս չունի, ինչքան էլ մեր տեղեկությամբ գործի են դրվել եւ շարունակում են դրվել ռեպրեսիաներ, վարչական ռեսուրսներ, ես կարծում եմ իրենք կալանավորելու են ինչ որ մի պահի Վարդան Ղուկասյանին, Գյումրու նախկին քաղաքապետին, բայց հիմա եթե ընտրվի, այո, իրանք խաղարկելու են Մամիկոն Ասլանյանի սցենարը, բայց Գյումրու ընդդիմադիր տեխնացուները Վարդան Ղուկասյանը, Ռուբեն Մխիթարյանը, Մարտուն Գրիգորյանը շանս ունեն միավորելով իրենց ձայները վերցնել մեծամասնություն Գյումրիում
տեղում եւ Գյումրիից սկսել Նիկոլ Փաշինյանին հրաժեշտ տալու գործընթացը։ Այն Գյումրիից, որտեղ 18 թվականին Նիկոլը Չալոյի հետ սկսեց Հայաստանը ավիրելու, Արցախը հանձնելու եւ Հայաստանը կործանելու գործընթացը։ Եվ եթե ինչ-ինչ պատճառաբանություններ կբռնեն ընդդիմադիր թեկնածուները Գյումրիի եւ չեն կարողանա հաղթահարել իրենց մեջ եղած ներքին տարաձայնությունները, նշանակում է իրենց համար առաջին տեղում հաստատ հայրենիքը չէ եւ այդ հայտարարությունները, որ մենք հիմա ամեն օր լսում ենք Գյումրիում, որ Գյումրիից պիտի սկսվի չարիքի Նիկոլի ավարտը, դրանք ֆեյք հայտարարություններ են, հուսամ ողջախոհությունը Գյումրիի ընդդիմադիր թեկնածուների մոտ կհաղթի, որտեղ իրենց սարիկը, Նիկոլի սարիկը, ինչքան էլ ըստ տեղեկությունների ջավախքից բերված գրանցումներով եւ ամեն ինչով հնարավորություն չունի ձևավորելու միանձնյա մեծամասնություն եւ ավելորդ ասել, որ ես հույս ունեմ, որ ընդդիմադիր որևէ միավոր անհրաժեշտ շեմը անցնելուց հետո ՔՊ-ի հետ կոալիցիա չի կազմի։ Ես ուղղակիորեն ուզում եմ նման տեսական հնարավորությունը անգամ բացառել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն է։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։